Սենեկան իր նամակներից մեկում Լուցիլիոսին նկարագրում է, թե ինչպես էր բայից վերադառնում Նեապոլ եւ պատմում է, որ Նեապոլից բայ գնալուց նավով էր գնացել եւ ճանապարհին վախենալով, որ փոթորիկ կլինի, խնդրել էր, որ իրեն իջեցնեն ու շատ մոտակա այդտեղ եւ շատ դժվարությամբ էր մի խոսքով հասել բայ եւ հետդարձի ճանապարհին որոշում է, որ կառքով պետք է վերադառնա վախենալով, որ էլի փոթորիկ կարա լինի եւ նկարագրում է, որ ճանապարհը շատ դժվար էր, ճանապարհները ցեխոտ էին եւ այլն ու նկարագրում է, որ ինչ որ մի պահ մթության, խիտ մթության ժամանակ ինչ որ զգացողություն է ունեցել, որը ինքը վախ չի անվանում, բայց անվանում է ինչ որ մի հատ բնածին ու կենսաբանական հավանաբար արմատներով ինչ որ զգացողություն, որը համենայն դեպս շատ նման է վախին։ Հետո շարունակելով այսպես նկարագրությունը ասում է, որ ինչ տարօրինակ է, որ ինչ որ մի բանից մենք վախենում ենք, մեկ այլ բանից առանձնապես չէ, չնայած երկուսն էլ կարող են նույն արդյունքն ունենալ, ասենք մահը։ Այստեղ հավանաբար Սենեկան նկարագրում է այն երկու տարբեր վախ գծիկ կամ տագնապային ռեակցիաները, որոնք որ պայմանավորված են, տարբերությունը որոնց պայմանավորված է նրանով, որ ինչ որ մեկը բնածին վախերի մասին է, իսկ մյուսը ձեռբերովի։ Իսկ տարբերությունը նա է, որ այդ բնածին կամ ժառանգական վախերի համար պատասխանատու հատվածը մեր գլխուղեղում դա ամիգդալայի այն հատվածն է, որը ասում են կենտրոնական ամիգդալա, իսկ ձեռբերովի կամ միջավայրային ազդեցությունների արդյունքում ձևավորված վախերի համար պատասխանատու հատվածը ամիգդալայի դա այդ բազոլատերալ ամիգդալան է։ Եվ այստեղ նկարագրությունը Սենեկայի այնքանով է մեզ հետաքրքիր, որ դեռ շատ վաղուց մարդիկ նկատել են այդ տարբերությունը։ Նախ տարբերությունը, թե ինչպես նույնիսկ ամենաանվախ թվացող մարդը կամ դժվարություններին ու վախերին ընթരാճ գնացող մարդը որոշ իրավիճակներում անկախ իրենից կարող է այդ վախի զգացողությունն ունենա, ինչպես նաև այն, որ մենք շատ լավ գիտակցելով, հասկանալով, որ ամենատարբեր երևույթները կարող են նույն վատ ազդեցությունը կամ հետևանքն ունենալ, միևնույնն է, ինչ որ մի բանից վախենում ենք, ինչ որ մի բանից չէ։ Օրինակ մենք շատ կարող ենք վախենալ ինքնաթիռից, ինքնաթիռով թռչելուց, չնայած որ դա ամենաանվտանգ տրանսպորտն է ըստ վիճակագրության, բայց չվախենանք, ասենք, շատ վատ եւ անսարք կամ վատ վիճակում արտաքին տեսքից վատ վիճակում գտնվող տաքսի նստել։